Խաղաղություն բոլորիդ։ Աստծո խոսքի մեջ գրած է ամեն շունչ ունեցող։ Ես գիտեք ինչ եմ ստե դրե, կարևոր բանի համար։ Երբեք չեմ արել, բայց չէ, դրա համար չեմ դրել, ես ավելի վատ բան եմ ասելու, սպասեք։ Լավ, էսի արդեն տեսակ կարանք հանենք, խանգարում այնց։ Տնեմ ստե։ Yeah. So, երեք ստեղ գործ ենք անում, Ռիտան եկավ կինս ու ասեց, որ ինչ ես առնում ծնունդիս։ Ասեցի կներես, այս անգամ քեզ դավաճանելու ենք։ Ասեց ինչի համար, ասի մեր դրամը փչացել է, պետք է դրա վրա ծախսենք։ So, այսօր կօգնեք ինձ մի $1000 կհավաքենք։ 3000-ը պետք, 2-3 հավաքել ենք, մնաց 1000։ So մի հատ մտածեք ձեր ուղեղի մեջ ինչքան եք տալու։ Henry, you go outside and do like this. So, thank you for coming. Այսօր ուզում եմ շարունակեմ ձեր հետ նորից խոսելը, թե իրականից մարդը, երբ որ Հիսուսին ընդունում է, ինքը ունի Հիսուսին, թե չէ։ Is my mic is ցածր, հա? Is my mic okay? I don't know. I feel like okay. So մի քանի հայտարարություններ կուզեմ անեմ, մենք ստեղ կոնտրակտները, մեր կոնտրակտը ստեղ վերջանում է, բայց մի հատ շենք կա, որ ուզում ենք վերցնենք, ձեզ շուտով կասեմ, հլա հաստատ չի, բայց hopefully որ լինի շատ լավ կեղնի, այդ շենքը կլինի մերը ընդհանրապես Monday to Friday, Monday to Sunday, եթե այդ շենքը լինի, մենք ոնց որ ասեցի ձեզ, ուզում ենք ուրբաթ շաբաթ անենք բժշկության եւ deliverance ծառայություններ, դրա հետ միասին կավելացնենք մարգարեության ծառայություն, ուզում եք այդ պատնեք հանդեք, որ սենց ավելի հետարքերն է։ Can you close one of the door, please? Մի հատ էլ զենք ունեմ, այդ սատին կրակի ձենը թող կդրի։ Sorry guys, it's too much noise. Մի հատ փագեք։ Մի հատ եղբայր ունեինք, իրանց տուն էի գնացել, ուրեմն գնացել էր աղավնիներ էր առ ինքը, հատին $300 փող էր տվել։ Իրար հետ գնացինք առանք, $300 ինչ-որ օդի մեջ ծափ են տալի դրանք։ Հանեց $600 տվեց, երկու հատ աղավնի առավ, թե բա տանեմ աղավներից հետ միացնեմ, էսի, չգիտեմ, օդի մեջ ինչեր է անում։ Ասեմ, այ եղբայր, ով է $600 աղավնու փող տալ։ Ասում է դու չես հասկանում, դու հովիվ ես։ Լավ։ Իրանք էս սարի վրա են ապրում։ Գնացինք, հետո վեկալավ էս աղավներին շպրտեց օդը, սրանք գնացին կորան։ Ասում է հենա տենում ես, ասում եմ ուր է։ Ինքը տենում է, բայց մենք չենք տենում։ Մեկ էլ սենց արեց, վայ քուար ասում է, սրանք եկան։ 3 հատ արծիվ եկան։ Այդ երկուսին էլ կերան։ Օդի մեջ 9-9 եղավ էլի մտան։ Հիմա սես կայնած նայում եմ, այդ մի արծիվը նստել է ծառի վրա, սենց սես նայում ասում է, ապա գիտես չես սրանց որ կրակես, ասում է բանտարկություն է, ու սես մի հատ զենք է գալիս դե մոտովը սենց։ Ինք համից բացատրություն է տալի, որ չի կարելի կրակել, համես զենք է մոտովս գալի, ասում է կրակել որ փախնեն։ Anyway, $600 մի րոպեում գնաց։ So տենց, բայց ինչի մար ասեց, հա, այդ դուռը որ բացեց դրա համար։ Էդի գիտեք ինչի նշան է, որ հենց 50-ը անցնում ես, սկսում ես չհիշել ոչի բան։ Տղեն գալիս է հորն ասում է, պապա ասում է, տղեն է 40 տարեկան տղա ասում է, երբ պետք է թույլ տաս ասում է, ես առանց քո թույլատրության ու մամայի առանց մամայի թույլատրության գնամ ինչ ուզեմ անեմ։ Սես մտածում, տղաջան ասում ասկի ես այդտեղ չեմ հասել, ընդ մամա կա չէ արանք ասում ես այդտեղ հələ չեմ հասել, ինչ ես խոսում։ Anyway, հենց 50-ը անում, արդեն սկսում ես խառնվել իրար։ Լավ, անցնենք թեմային Աստծո ժողովուրդ։ So եթե գնանք այնտեղ կուզեմ այդ ծառայություններն անենք, մենք շուտով մի հատ այդտեղ եկեղեցի կա, հովիվը ճիշտ ասած հիվանդացել է, իրանք ուզում են եկեղեցին տան ինձ, բայց չենք կարա միացնենք։
որտեվ իրանք denomination են, մենք non-denomination ենք։ Այսինքն իրանք, ասենք, հովիվներ կան, միանում են, ասենք, Seven-day Adventist եկեղեցու հետ կամ ասենք Foursquare Church-ի հետ կամ չգիտեմ, այտենց իրանց բանի տակ են մտնում, որ չկորեն։ Բայց հայկական բաժինն է, իրանքի հայերեն չեն խոսում, so ինձ ասեց, եթե կօգնես, լավ կլել չեմ կարողանում։ Հիվանդացել է, ի վիճակի չի, so մեր գործը գնալով շատանում է, հա։ So որ տենակ ընդեղից էլ է ծրագիր գնում, չզարմանաք, էս ինչ եկեղեցում է, էդ էլ է մեր բաժինն է եղնելու։ Բայց Armen Ministry չի եղնելու, իրանց չգիտեմ ինչ անուն է, իրանց եկեղեցու անունը։ Anyway, հիմա մինչև մի 2 ամիս էլ սրա մասին խոսանք ու թեմաս կփոխեմ, մի ուրիշ հետարքիր թեմա էլ ունեմ, որ կուզեմ ձեզ ներկայացնեմ, բայց քանի որ սկսել եմ 3 շաբաթ ռեգուլար աղոթք անելը, Աստված իմ հետ ուրիշ ձև է սկսել խոսելը։ Հետո կասեմ ինչի նկատի ունեմ։ So այդ 3 շաբաթվա մեջ, ասենք, ինքը կգա ու ինձ Աստվածաշնչից համարներ ցույց կտա, կասի սրա մասին խոսա, այս կուզեմ որ ասես։ Այս գաղափարը ծագեց իմ մեջ, երբ որ դեկտեմբերին աղոթք է անում ու մարդիկ անընդհատ ինձ իմեյլներ ու տեքստեր են ուղարկում, որ իմ համար աղոթք կարա, մենք էլ ենք աղոթք անում, բայց ոչ մի բանի չենք հասնում։ Այս կոմենտով ոնց որ Աստուն ներկայացրի, ասեցի, այս մարդիկ են, ինչ կասես սրանց մասին, էլի, անընդհատ ռեգուլարլի խնդրում են ու պատասխան չեն ստանում քեզանից, ինչ որ մի բան կա, որ չես ուզում իրանց պատասխանես։ Դե պետք է Աստուն հասկանաք, ես մարդու պես իրան հարցնում եմ, մի բան կա, որ ասենք, օրինակ Ստեփանը, ասենք, ուզում է pilot դառնա, հիմի այս մարդը չի սամալյոտ չի կարում առնի, օրինակ իմար, չէ, I'm just joking, but ոնց որ Աստուն ասում եմ, այս մարդուն ես գիտեմ, արդեն նույն բանի համար տարիներ աղոթք անում։ Ինչն է պատճառը, որ դու այս մարդուն չես օրհնում։ Ու ինքը ինձ ասեց, սովորացրա էս, որ ամեն մարդ, որ ընդունում է ինձ, ինքը իր մեջ տեսնում է, որպես իրան քրիստոնյա, ու եթե հա, ոնց է ինքը իրան տեսնում։ Հիմա, երբ որ դուք մեքենա եք քշում, չեք կարա մի անգամից մեքենայի մեջ նստեք, պետք է practice անեք, ձևերը սովորեք, test հանձնեք, approval ստանաք եւ այլն։ So Հիսուսին ընդունելն էլ այդ ձևի մի process է։ Հիմա կուզեմ մտնենք, բացատրենք եւ ամբողջ ընդհանուր foundation-ը Փիլիպեցիների 1:11-ի մեջ է, եթե Անանկը կարդա, որ ասում է բերեք արդարության պտուղներ։ So այս արդարության պտուղները կոնկրետ ինքը Հիսուս ձեր մեջից պետք է բխի։ Սա է, որ ուզում եմ ձեզ ներկայացնեմ։ Հիսուսը պետք է ձեր մեջից դուրս գա։ So թող կարդա Աննան ու մի հատ կրկնողություն տամ մի քանի շաբաթվա շատ արագ ու գանք այսօրվա մյուս տարբերակը ներկայացնեմ, ոնց կարա մարդը իրան ստուգի տեսնի ինքը Քրիստոսի մեջ է ու Քրիստոսը իր մեջ է թե չէ։ Philippians 1:11. Where's Jordan? Oh. Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված Աստծո փառքի ու գովերգության համար։ Yeah, been filled with the fruits of righteousness. So մի պտուղ չի պտուղներ, fruits of righteousness which are by Jesus Christ unto the glory and praise of God. So շատ կարևոր է, Աստված սիրում է, որ մեկի մեջից Քրիստոսը բխում է։ So եկեք մի հատ նորից հիշեցնեմ, ոնց պետքա Հիսուսին ընդունել։ Սա շատ կարևոր է։ Ստեփան ջան, մի հատ նորից արի եղբայր, այն անգամ ասի դու խեստեղ ասեց ես ծառն եմ։ Այս անգամ փոխում ենք ապետ, ստեղ կանգնի։ You good? Ցակ տխուր ես գալի։ You're not happy to be a tree. So, ուզում եմ բոլորդ պատկերացնեք ոնց կարաս առաջի հերթին իմանաս, որ Հիսուս քո հետ է, Հիսուսին սիրում ես, սիրահարված ես եւ այլն։ Սկզբից պետքա տեսնեք մտքով։ Ասենք պատկերացրեք, այս մարդը ընտրության առաջ է կանգնած, ինչ որ մի
աղջկա, որպես իր կողքին զույգ լինելու համար։ Կին է ընտրում։ Այստեղ մի 5 հոգի կանգնած են։ Կին ես ընտրում։ Բոլորն էլ գեղեցիկ են, խելացի են, ավարտած են, բայց իրանք քո ընտրության մեջ են, հլա քո մեջ չեն։ Աստված մարդու գիտեք ինչ ձև է սարքե։ Անենց է սարքե, որ մարդը ինչ որ մի բանով շարժվի, օրինակ հիմա գիտությունը։ Ինչի որ դուք հասել եք գիտության պատճառով։ Գիտությունը ինքը իրանով force է։ Եթե դուրները տեկավ այդ տվյալ գիտությունը, ձեզ առավոտ կարտնացնի ու կուղարկի իր միշնի համար։ Ասենք մարդկա բժիշկ է, մարդկա ուզում է լոյեր եղնի, մարդկա, չգիտեմ, բայց նկատել եք այդ գիտությունը, որ իրանով ինչ որ մի հատ ասենք բնություն ունի, չէ՞, բժիշկ ես, ուզում ես բժիշկ դառնաս։ Այդ գիտությունը դրսում լավ է հնչում, բայց հենց մտավ ներսդ, շնչիդ հրում է, որ դու սկսես դա անելը։ Ու ինքը, որ մտավ շնչիդ մեջ, արդեն շունչդ այդ գիտությունը վերցնում եւ սկսում է քո համար ծաղկացնելը։ Ով այնց հասկանում։ So հասարակ մի, ասենք գնում եք առևտուր անելու, նայում եք ապրանքին ու փորձում եք տեղավորեք ձեր աշխարհի մեջ։ Եթե դուրները տեկավ, այտենց ասեմ, արդեն սկսում եք մտածելը, մանավանդ կանայք, իրանք գիտեք ինչ ձև է, սենց ասենք միլիոն հատ շոր ունեն, սաղ հիշում են։ Սաղ հիշում են։ Ես չգիտեմ, ես այն օրը բան եմ, ասի, այս ինչ կոշիկ է, ումն է, մոռացել է իմն էր։ Իսկ իրանք դաժե գիտեն կոշիկի տակը ինչքան է մաշվ է։ Արա սաղ հիշում են, զարմանը I'm amazed։ Իրանք ամեն ինչ գիտեն։ So ասենք մի ապրանք, որ իրանք առնում են, այդ սաղ շորերը հանում են դուրս իրանք ուղի մեջ։ Ու ամեն մեկ հետը, չէ, հետո, բացի դրանից հետո արդեն սկսում են ընկերուհիների հետ համատելը։ Էսի կարողա չսիրի, էս մի ընկերուհիս, ասի սենց է, այն մի դու պատկերացի ինչ են անում։ Ինքը իրանք արագ մտածում են։ Վա։ Սխալ բան ասացի։ Լավ, ուզում եմ բան ասել ինձ Աստված ասում շարունակի։ So, պարտադիր է, որ այս աղջիկներից մի հոգի մտնի իր մեջ, եթե չմտավ ինքը չի շարժվի տեղից։ Հիմա ասենք Ստեփանի հարցով գնանք։ Ստեփանը, ասենք փնթի, ձեռապինդ, կուպոնով ապրող այն ամերիկացիներից է։ Տեսել, դու դրանց առևտուր տեսել ես, 3 շոփինգ լստում են այդ քարտերի մեջ ու $100 դուս են գալի։ Մեր հայրը գնում են քարտը տալիս են, մեկ այդ մենն ասում, «Ոյ քուարես չկան առևտուր»։ So, եթե այս անձնավորությունը, որ ստեղ կա, ինքն է ծախսող, սենց առատ, տվող, մի հատ տենց լավ ընտանիքից աղջիկ է։ Ընդհանրապես աղջիկները սաղ լավ ընտանիքից են, տղեկն է որ վատ են, չգիտեմ, խի տենց է դուսել։ Ու հիմա որ այս աղջիկը մտավ մեջը, ոնց իմանամ, որ ինքը քո մեջ է, դու սկսում ես իր նման մտածելը, իր համար ծախսելը, իր համար առևտուր անելը, իր համար վազելը, այն որ ծնողներդ ասում են, այդ տղա ժամը 11-ն հələ քնած ես, ասում ամի խանգարի, բայց հիմա առավոտ 7-ին դու արթնացել ես, կոֆեն ձեռդ, սենց անջատված իրանց դրանց մոտ կայնած, ասում ես, honey, here your coffee։ Դու պատմես ինչ արեք ես, բայց ինքը իր տանն է, բայց քո մեջ է ազդեցություն ունի։ So, քանի որ Հիսուսը 2000 տարվա պատմություն է, այդ աղջիկն էլ ուրիշի աղջիկը, պետք է մեջը մարդ Աստված մարդունը տենց հասարք է։ So, պետք է Հիսուսը կարողանա մտնի ձեր մեջ, եթե չմտավ, դու չես շարժվի տեղից։ Հիմա ասենք շատ տղեկ հետ եմ խոսացել, ասում ինչ ես մտածում ես աղջիկը, ասեմ լավն է։ Ինչ է, չի դու չես թողել որ մտնի մեջ, որ մտան բրծար։ Ինչ կա, չկա կբացվի։ Ջեբը տել կբացվի, վալը տել կբացվի, արդեն առավոտ կհելնես սենց խառը։ So ինչն է point-ս։ Հիսուսին հենց ընդունեցիր, սիմպտոմը նույնն է, որովհետև դու մարդ ես։ Արդեն Հիսուսը ինքը այս աղջիկը նման բնավորություն ունի։ Առավոտ պետք է ասի հելի աղոտ կարա, գիշերը քնելուց պետք է ասի հետը շփվի։ Պետք է ստիպի որ Աստվածաշունչ կարդաս, պետք է բրդի որ եկեղեցի գաս։ Նույն բանն է։ Օրինակ, հələ դու չես սիրահարվել, վստահ սիրահարված կլես, բայց հիմա չկա, ասենք, լեց պարկի ասես սիրահարվել ես։ Բոլոր ովքեր որ տղաներ ունեն,
ծնողներն ուզում եմ մի բան զգուշացնեմ։ Հենց տղաները սիրահարվեցին, աղջիկը ասեց վակյում պես քաշում տանում են իրանց տուն։ Քաշում տան, նորմալ է դա։ Նորմալ է, վակյում ապես ու տանում են իրանց տուն։ Ոչ մի բան չես կա։ Ու ասենք կարող է ասենք շան մատը փուշա մտե, գնան այդ շանը սենց նայեն։ Այն որ գինը զանգում է մի հատ տղայա մեխանիկությունից չի հասկանում այս մարդը։ Դες տղեկ շատ կան, շուրջ ձգել չգիտեն, ասենք կանայք են դնում, զանավեսկ է կախում, լուստրաներ կախում, տղեկը մենակ նայում են։ Ու քննադատում են, որ վատ գործ արեք կինը, դու գնա արա։ Well anyway, այս կինը զանգում է իր ամուսնուն ասում է, լսի ավտոս փչացել է, մի հատ արի նայ։ Ասում է triple զանգի թողա, ասում է, այ տղա քեզ ասում արի նայ, տղամարդը դու ես։ Տղեն գալիս է կայնում ավտոյի առաջ, ասում է դե հələ կապոտը բացի, կնիկն է կապոտը բացում, հուդը։ Հետո սես նայում է, ասում է ի՞նչ եմ, ասում ասեցի արի նայ, եկել եմ նայում եմ։ Նայում է, այդ գործը ինքը արեց։ So point-ս ինչա պետքա Հիսուսը Աստծո ժողովուրդ նույն տարբերակով մտնի այս մարդու մեջ։ Եթե քո մեջ չկա այս սիրահարված սիմպտոմը, մի հատ ես ոնց կարեմ անեմ իմ երեխես օրինակ հիմա սիրահարվել է։ Տեղ եմ գնում։ Ուր։ Դու գործից գալիս էիր, սենց մեռած, երեխեքը գիտեք, չէ՞, ես սաղ օրը հոգենած, դե երեխեքը սաղ հոգենած են, չգիտեմ ինչի համար։ Սենց ոնց որ քաշ տալուց են ինչ-որ մի բան անհայտ է, հետները խոսում ես ես մունատ, հիմա ուրախ, էներգիայով, հա, ուրեմն մի բան կա։ Հաստատ լոտո չի շահել, որ շարք իմանայինք, ուրեմն մի հատ աղջիկ կամ տղա կա։ Մեկը տենում է դզվում, փչվում, սենց, մինչև այդ սենց պիժամաներով ման են գալիս, սենց անում, սիրո, you can tell, որ ես մարդը մի բան են չի։ The point is, երբ որ Հիսուս գալիս է ձեր կյանքի մեջ, նույն բանը պետք է լինի։ Exact նույն բանը պետք է լինի։ Եվ պետք է ոչ թե դրսից ղեկավարվի, այլ ներսից ղեկավարվի։ Ամեն։ So, Ստեփանի տարբերակում ինքը այս րոպեին կարա գնա 15 ժամ քնի, բայց ամուսնացած ու սիրահարվածները չեն կարա 15 ժամ քնեն։ Մանավանդ ստեի աղջիկը արա այնքան տեքստ են անում, մի հատ ստեղ զույգ ունենք, ամուսնացան իրանք։ Եկել ասում է, «Էսիշ մարդը ինձ տեքստ արի»։ Ասի, «Երևի տող բան ա գրել»։ Ես գրում եմ, «Thank you blessing my sister»։ Քան բան։ Բերելա սենց եմ չի բրծնում։ Ասում ես ինչ է, էսի կարող է նոյի թվի սկրոլ ես գտել, տպել ես բան։ Ավե երկար, ասում ես ինչ ա գրել։ Ասում ա գրելա, որ բան ա, էս ինչ եք անում։ Հեղ կար չէր կարում գրեր։ Պատմություն էր գրել։ That's like long text. Very long. Stays միջև են պատը։ So, point number 1. Հիսուսին պետքա ընդունենք նույն տարբերակով, ոնց որ նոր բացատրեց։ Thank you sir։ Հիմա կարաս նստես։ Դու պետքա քո մեջ դա ստուգեք, Աստծո ժողովուրդ։ Պետքա անպայման ստուգեք։ So ես մի հատ հիմա բան դնեմ, որ տարբերակներ ձեզ ցույց տամ, որ let me have a chart number 2 in Okay. Էսի ես նայնչա ծաղիկներ ադրե Քրիստեն։ Very nice. So ես ինչ եմ արել, in previous քարոզները sense display եմ արել, որ տեսնեք։ So, երբ որ Հիսուսին ընդունեցիք, 3 հատ կարևոր բաներ կա, որ պետք է դու ստուգես, ունես թե չէ։ Առաջինը պետք է իր ձայնը լսես։ Մարդիկ ասում են մենք Աստծո ձայնը չենք լսում։ Պետք է պետք է ունենաք, առանց դրա չի եղնի։ Նայ դու գնում եք աղոթք եք անում, չէ՞։ Լացում եք, փշաքաղվում եք, ընդ նստում եք։ Էդի լավ է ու շատ վատ է։ Որտեւ եթե Աստծո ձայնը չես լսում, դա շատ լուրջ խնդրեմ է։ So, ձայները մի 5 հատ ձայն կա, որ դու պետքա տարբերություն դնես։ Let me just help you that too. Սովորական մարդը օրվա մեջ ունի 5-ից ավել ձայներ, որ դու պետքա բոլորն սովորես ու զգուշ եղնես ու մեզ լսում։ Right? Okay, ձայն համար 1 էդի դու ես։
դու քեզ սովորացնես, որ քեզ շատ բանի տեղ չդնես։ Եթե դու խշմտանքիդ նայեցիր, էդի քեզ կկործանի, ես ինչի եմ այդ սենսը լում, ես ինչի եմ սենտ։ Ամարդ, այսօր 8 միլիարդ մարդ կա Ամերիկայի մեջ, սաղ նույն բանն են ասում։ So you're not alone. Agree? Դուք չեք ասում ինչ ամենասիրուն ու հարուստ մարդն էլ է նույն բանն ասում։ Ես ինչի եմ ես հարուստ։ So, ձայն համար 2 դա սատանան է, որ constantly ձեր հետ խոսալու է։ Constantly իր ձայնը դուք կլսեք սրա մեջ, ձեզ անընդհատ ոնց որ մեկի դեմ լարի։ Անընդհատ մեկի քեզ անընդհատ արդարացնի։ Դու լավն ես։ Տեսար քեզ ինչ արեց, դու ճիշտ էիր։ Չլսես ես ձեն։ Բոլոր բաժաններն ու կռիվները սկսում են այնտեղից, երբ որ սատանան մարդուն այդլ ասարկում։ Դու ճիշտ էիր։ Մի հատ please, երբ որ այդ ձայնը լսում ես, մի հատ այդ ձայնը դիր մի կողմ ու մի հատ նորից այդ մարդուն փորձի։ Կարող է դու սխալ ես ու կտեսնես 90% այդ ձայնը քեզ ստիպում է, որ դու սխալ քայլեր անես։ So սատանան միշտ քեզ այդլ ասարկում, քեզ ասում է, որ դու լավն ես, դու ճիշտ ես ու ինքը կբերի մարդիկ, որ confirm կանեն, որ դու ճիշտ ես։ Իրանց էլ մի լսի։ That's devil. Very important. Այնքան է սատանան եկել մարդկանց հետ գործ եմ սկսել անելը, առաջ ինչ ես անում, պետք չէ մենակը տանեիր, այդ jealousy-ն է բերում մեջտեղ, ես ինչ never listen to him. Never listen to him. That's not for you. Ձայն համար 3 քո ծնողները mentorship I call. Դու պետք է զգուշ եղնես, նայեք ասոժորդ, please հասկացեք, երեխաները mentorship են ունենում իրանց ծնողների կողմից, right? Բայց ծնողները երբ որ visionary չեն, vision չունեն, պետք է դուք շատ արագ փոխեք այդ mentorship-ը, որտեղ ծնողները ձեզ կաղքատացնեն։ Դու պետք է ուրիշ մի բան ճարես, որ բյան եղնի, կարող ես աճես։ Որտեղ ծնողը կասի, ազի ջան, գնա գործի, աշխատի, ամուսնացի, քո մարընտանիք կազմի։ That's wrong. It's totally wrong. It's good, but it's wrong. Կարող է այդ մարդը լուրջ businessman ուզում լինի։ I mean, there's so many stuff over there, որ դու պետք է քեզ ստուգ ես, տնես ինչ կարողացան տեր ես։ Գնա ամուսնացի, այդ խոտի կյանք է։ I really don't like that. You better have good vision. Ու միշտ vision ունեցե։ Մի բանը բրծար մյուսը, մի բանը բրծար մյուսը, մի բանը բրծար։ Երբ որ ես Աստծո հետ շփվում եմ, Աստված երբ որ չի ասում, okay, հով եղար այդքան բան։ No man, you know how much stuff we have in my գիտեք ինչքան բան եմ իմ մտքիս մեջ, որ այսօր չեմ կարող անեմ because of the money. Because of the money. But I'm keep creating. Եթե կպավ, դեմա որ ժամանակ փողնեկով կանենք. Who cares, right? So ծնողները limited capacity ունեն։ Իրանք փորձում են երեխեքին մաքսիմալ հեռու պահեն աշխարհից։ It's good. Բայց ինչքան վաղ այդ մարդը ուզում է ապրի։ Քանսնետ եք ուզում լավ կյանք ունենաք։ Ոչ մեկը։ Մենակ ես։ Like come on, how many want? Ուզում եք չէ լավ, ապրեք, ծախսեք, եք մտնեք հավեսով, մեկին է տանեք պատիվ տակ, մանավանդ ինձ, ասենք օրինակ հիմա։ Ինչքան հետարքիր կլի, չէ՞։ Գնանք ասենք այն թանկ տեղերը իմ ուտելիքս դուք մի անգամ մի հատ եղբայր կար թե բա եղբայր ջան ուզում եմ քեզ տանեմ պատիվ տամ ասի չես կարող ինձ պատիվ տաս ես տենց թակո մակո չեմ ուտում let me just բա ինչ ասես ի՞նչ տեղեր էդի շատ թանկ ասի երբ որ փող կհավաքես ասի մի հատ խոզար մեջը կոպեկ գցի մինչև հավաքես հետո իսկ դες պատիվ տաս բայց ձեռս արմազի բա ինչ եմ անում եկել ուզում ես թակո չեմ ուտում nobody eats taco it's not for you That food is deadly, brother. Taco, McDonald's, Jack in the Box. No, you don't need those food. Manuma, it stays in you forever. So, next is your mentorship. Պետքա որովհետև ասենք depends ոնց են քեզ էտելած են. So, որովհետև ծնողների ձայնը շատ ուժեղ վախ է բերում երեխեքի մեջ, հասկանում ես? So it's good and it's bad, depends. Ձայն համար 3, մենք ունենք 4, well that's 3, 4, it's God, Աստված է քո հետ խոսում.
Նա Աստծո ձայնը, Աստծո ժողովուրդ, կուզեմ երկու բան ձեզ սորացնեմ, որ դուք հասկանաք։ Ոչ ծնողի ձայնի պես է, ոչ էլ քո ձայնի պես է, ոչ էլ սատանայի ձայնի պես է։ Աստված սենց է խոսում։ Նայ, ուզում եմ մի բան բացատրեմ։ Ասենք, օրինակ հիմա ես ուզում եմ Ռիտայի հետ ամուսնանամ, ու ասու կամք չի։ Ինքը չի ասի քեզ մի ամուսնացի, իմ կամք չի, կասի մի արա։ Դու պետք է գնաս մանգաս, գտնես ինչի։ Որտեվ երբ որ դու գտնես ու դու սովորես, դա քո համար productive կեղնի։ Բայց որ ծնողն երեխուն ասում է մի արա, ասենք չի կարելի մի արա ու արգելում է, երեխան ավելի ագրեսիվ է դառնում։ Երեխան մի անգամ ասում է, եթե գնամ փորձեմ տենամ, օրինակ Արտուրը, որ շատ փոքր էր, խորոված ենք անում, ասի ձեր չէ, ուզում է կրակի մաղալին ձեր տա, ասում է դա ձերն հետ կվարվի։ Վերջը մենք թողին գնացինք, այնտեղ ասես մի հատ փոքր փուլ էինք սարքել, որ մեջը լողանային, տենամ քազն է ձեռներս է ջրի մեջ կայնած են։ Ասում երեխեք ջան, եկեք հաց կերեք, նա լավա պապա, մենք լավ ենք ստե։ Ձեռները հանեմ, ձեռ էր տվել համենայն դեպս, վառել էր ձեռները։ Ասում եմ, խի արես, ասում եմ, չէ հավատում, որ իը, դե ասում եմ, թռներ մեջը։ So, Աստված քեզ անենց է անում, որ դու գնաս դրա վրա աշխատես, դու ինքդ ստադի անես, դու ինքդ սովորես, դու ինքդ հասկանաս, նոր որոշումը դու կանգնես, որ ինքը արդար դուրս գա, ինքը արդար Աստված է։ Երբեք Աստված չի քեզ բռնի քաշի ասի, ծնողը անում է, ծնողներն գիտեք ինչ չեն անում, որովհետև չեն ուզում նեղության մեջ գնալ, ավելորդ փողեր ծախսեն, հանգիստ եք երեխեք ջան, որ ծնողները չեն թողում, չեն ուզում փող ծախսեն, չեն ուզում ընկնեն ձեր հետևից, լիքը գործեր ունեն իրանք, խելոք բայեք ձեզ, տունը նստեք, iPad-ը վեկալեք ու ոչ մի բան մեկ անի։ Նո, ծնողները իրանք protective են, չեն ուզում, որ դու փորձան մեջ գնես, բայց Աստված քեզ անենց է անում, որ դու նստես սովորես։ Հետաքրքիր ձևի այն քա աշխատում։ Ինքը քեզ երբեք չի ասի վտանգավոր է։ Քեզ կասի դու գնա։ So եթե ուզենամ ամուսնանամ Ռիտայի հետ, կասի գնա մի հատ իր մասին սովորի, նոր որոշի ուզում ես թե չէ։ That's how God is։ Երկրորդը, երբ որ Աստծուց մի բան եք ուզում, ինքը միշտ ձեզ հարց կտա, ինչի համար։ You better have an answer։ Ես երեխա եմ ուզում, տղա չունեի, ասեցի տղա, երեխա չունեի, ասեցի տեր ջան, ինձ երեխա պետք է, ասեց why։ Ու հիմա մեջս, մի րոպե աղբեջա, դու սաղին երեխա ես տալի, ինձ խես այդ հարցը տալիս։ So ինչ արեցի, սկսեցի երեխեքի մասի սովորել, կյանքում մտքովս չեր ասնի, որ կարելի է նստել երեխաների մասի սովորել։ Երբ որ նստեցի երեխաների մասին սովորեցի, ճիշտ ասած վախեցա։ Առաջինը պետք է առավոտ շուտ հելնես տանես իրանց դպրոց 18 տարի։ That's bad. Very bad. Լսի, մի անգամ դու գիտեք չէ public դպրոցներում 10 անգամից ավել երեխուտ ուշացնում ես, դպրոցից հանում են երեխուտ։ So ես 10 անգամ ուշացրել էի։ Գնացինք, մեկ ետնամ հետ եկավ Արտուրը, ասում ես ինչի եկար։ Ասեցին, որ դու այսօր դպրոց չկա քո համար։ Ես ասի ո՞նց, քան երեխեք դպրոց են գնում, մեր մար դպրոց չկա։ Հետ գնացի, ասեցի, ես երեխան չի գնում, ասում ինքը 10 անգամ ուշացել է։ Ասում եմ, քուրիկ ջան, ինքը չի ուշացել, ես եմ ուշբեր է։ Ինքը այսքան երեխա է, կապ չունի։ Ասեմ, ինչ, այս թող երեխան մտնի դպրոց, չթողին։ Wow։ Դա մի հատ խնդրեմ։ Երկրորդը growing problem։ Ամեն տարիք խնդրեմա։ Մանավանդ 12-ից հետո, 12 տարեկան բոլոր հիշեք։ Հենց 11 տարեկան է երեխեք խփեց, աշկերները հանեք դուս ու վրեն սվարկա արեք։ Որտեվ սատանան գալիս է ու շատ ուժեղ։ Եթե զգուշ չեղար կտանի երեխուտ կտանի ուրիշ բան անել կանի։ Ուրիշ ինչ հիմար բան էր, որ մտքովը չի ասում երեխուտը դե կտանի, որ քեզ ցավացնի։ Satan knows that։ Ու ինքը գիտի դու ինչ ես սիրում ու ինչ չես սիրում, երեխուտ կծռի կտանի տեղ, որ դու ցավաս, նեղվես ու դու որպես երեխա գիտես դա ճիշտ է։ Իսկ ծնողի տնտե մեջից ես քամում ես։ That's how devil is. Very dangerous. So Աստված ինձ ասեց, ինչ ես ուզում երեխա ունենաս։ You know what, that's a good question. I don't know. Եվ երրորդը շատ փող է ծախսում վրները։ Ամերիկայում average, եթե հիմի չգիտեմ,
Բայց որ նոր ենք եկել մենք Ամերիկա, ասում են, որ Ամերիկայում ամերիկացիները իրանց երեխաների վրա ծախսում են մի տարեկանից, not մի տար, հենց որ ծնվում մինչև այդ որ պետք է դուրս անեն տնից 250,000. I heard that before, I don't know if it's true or not. Մեր հայերը 250,000 մի տարեկանում են ծախսում։ Ես ասեմ, չեն դե ամերիկացիները են 15 տարեկան կես լայսենս ահանում, մի հատ սենց ժանգոտած սենց ակները կիսատ պրատ մի հատ ավտո են երեխուն տալիս ու քշի ազիզ ջան, յոլա գնա, հետո տես ինչ ես անելու։ Իսկ հայ երեխեն 15 տարեկանում հələ լայսենս չանե, մի հատ Rolls-Royce-ն են ասում են, ազիզ ջան, քշի, յոլա գնա, հələ տնանք ինչ ենք անելու։ Այդ դրանց ենք ու ինչ պետք է անենք։ My point is, Սատանան իր ձայնն ունի, Աստված իր ձայնն ունի, mentorship-ը իր ձայնն ունի, աշխարհը մյուսն է, որ իր ձայնն ունի, աշխարհը շատ ուժեղ է։ I think the most powerful voice, in my personal humble opinion, is the voice of the world. It's too much activity. Ինչ որ մեկ ընկավ։ Հաստատ iPhone-ը։ So too much activity. Աշխարհը is the most powerful, որտեվ Աստված force չի անում, Սատանան ինքը քեզ այդլասարկում, բայց աշխարհն է, որ անընդհատ դրա համար Աստված ասում է, ով որ աշխարհին ընկերա ինձ թշնամի է. That's the only thing God says. Որտեվ աշխարհի մեջ շատ activity կա ու մեկը մեկից վտանգավոր է։ Like օրինակ կներեք կանայք կարող ասենք սունկեքի մեջ բռնված եղնեն։ Շորերի մեջ բռնված, you know what that means? Addicted. Մարդ կասենք, չգիտեմ, խաղալու մեջ, սպորտի մեջ, ես չգիտեմ, մարդ ենքան է իրան սիրում, որ ինչ ասես չի։ That's all addiction. It's all addiction. Պետք դժվար է։ Ու պետք է զգուշ եղես, մարդ կասում, օ դրագն է addiction։ Brother, սունկեքը ավելի վատ է։ Եթե կինը սունկա սիրում է, ինչ դրագ, մոռացի, կքանվես։ Տունդ կսարքեն շելֆերով, մենակ սունկա է ասենց։ Սունկա, կոշիկ։ Դուք նկատել եք խանութներում տղամարդկանց կոշիկները 3 հատ է, կանանցը ստեղից մինչև Հայաստան։ Մետրոյով են էթում կոշիկների տեղը։ Ես մի անգամ բողոքել եմ, ասել եմ, սխա կանանցը շատ, մեր այսքան քիչ։ Ասում է տղայքը ճաշակ չունեն։ All right, so let's continue. Առաջինը պետք է Աստծո ձայնը դուք լսեք, շատ կարևոր է։ Պետք է իմանաք Սատանայի ձայնը, աշխարհի ձայնը, սրա ձայնը, նրա ձայնը եւ նրա ձայնը։ Մի հատ եղբայր կա, ասում է, ես ճիշտ ասած ինձ էդի շատ օգնեց շատ բաների մեջ, ասում օրինակ հիմա մի բան ես ուզում գնես, առնես, չէ՞, ասենք։ 3 հատ պետք է հարց տաս քեզ։ Կարևոր է։ Դե մա եթե հարուստ ես գնա առ։ Շնորհավոր, բայց ասենք սիրտդ ուզում է, բայց քարտերի վրա հենված ես, credit քարտերի վրա ես ապրում, paycheck by paycheck. 3 questions you need to ask certain things. Պետք է, այդ ասենք ուզում եմ սա առնեմ։ Այս ինձ պետք է։ Երկրորդը, կարամ afford անեմ։ Երրորդը, կարամ առանց սրա ապրեմ։ If no, then don't buy it. Եթե ձեռ չկա, բայց գնում ենք, առնում ենք, հետո սկսում ենք տոկոսներ, երբ որ պարտքի տակ ես ընկնում. So there's questions, so Սատանան թե աշխարհն ավելի ճիշտ քեզ կստիպի, որ դու առնես, ու ընկնես փորձյան մեջ։ So ձայները պետք է դուք կարողանաք manage անեք։ Հիշեք, դուք պետք է անեք, ոչ մեկը ձեր համար չի կարող անի։ Ոչ մեկը դու ինքդ պետք է քո կյանքը դասավորես, դու պետք է անես։ So blaming someone is a wrong thing to do. Դու պետք է անես։ Դու պետք է քեզ educate անես, դու պետք է սովորես, դու պետք է նստես, ամեն ինչը հասկանաս, նոր final decision եկաս։ So Աստված քեզ դրա մեջ կօգնի, բայց Աստված երբեք քեզ չի ասի, էսի սխալ է մի առ։ Գիտես ինչի, որտեվ ինքը չի անի։ Մենք մեր երեխեքին ինչի ենք շատ ժամանակ կորցնում, ծնողներ, դուք շատ կոպիտ եք շատ ժամանակ, գոռում եք ձեր երեխեքի վրա, կոպտում եք իրանց։ Ես իմ ինչ ասես չեք ասում, բայց չեք հասկանում, որ իրանք մեջից նեղվում են։ Դա ձեր սխալն է, որ դուք իրանց չեք սովորացնում։ Մեր հայերը ուտելիքը առնում են, շորերը առնում են, ավտոն առնում են, հայ, բա մեջը, բա ստեղը կարևոր է։ Ստեղը պետք է լցնես։ Ու դու պետք է երեխուդ հետ նստես ու նորմալ իրան սովորացնես ու օրինակներ բերես, որ ինքը տեսնի։ Պետք է տեսնի, ոչ մենակ լսի, պետք է տեսնի։ Դու պետք է ցավը բերես իր մեջ խոսքով
ներշնչես, այդ ցավը պետք է երեխան ինքը տեսնի, այդ նեղությունը պետք է ինքը զգա։ Եթե չտաս, երեխան չի հասկանա, այդ կոպտելով չի։ Այ ոչխար, այ անասուն, մեզ պատիվ չես բա։ Ինքը չի, Հայաստանում երեխեքին ծեծում էին։ Իսկ դե կարաս երեխուն ծեծես, ձեր չես կարաս տաս։ Այնտեղի երեխեքը սաղ ծեծ էին ուտում, դասատուները ծեծում էին, ծնողները ծեծում էին։ Ստեղի ծնողները երեխեքին նենց է պրոտեկտար է, ոնց որ երկնքից աստվածներ եկած եղնեն, չես կարա ձեր տաս, թող խոսամ, երեխեդ պետք է զգա ինչ-որ տեղել, ինչ է նշանակում այդ մի մասը, որ իրանք պետք է մտնեն, չգիտեն, չգիտեն, չեն հասկանում ինչ է, դրա համար մենք ինչ ենք ասում իրանց, չիրոս կերած երիտասարդներ, չիրոս, մեջը բան չկա, խշ, կներեք, ես հատուկ ձեզ դաշ չեմ տալի, I'm just telling you the decisions you need to make, okay? Նա, երկրորդը Աստծո ժողովուրդ, դա ձայնն է, երրորդը իր ներկայությունը։ Ներկայությունը շատ կարևոր է, որ դուք սովորեք։ Մի հատ տարբեր ձևով օրինակ բերեմ։ Մի հատ ջհուդ ռաբայ ասում է, ծնողին ասում է, դու ոնց կարաս իմանաս, որ դու լավ ծնող ես։ Ասում է, երեխեքիդ վերցրա ու գնա հաց ուտելու։ Ու նայ տես երեխեքը քո հետ խոսում են, թե հեռախոսների վրա են։ Եթե հեռախոսների են, դու վատ ծնող ես։ Ուզում եմ մերը տլի, դե մամաները չէ, նրանք սաղ օքեյ են, պապաներն են ավելի շատ ագրեսիվ։ Յանիմ թե տեսեք տանտաղեն եմ, էլի։ Այն կա, որ այս մարդ երկու հատ ձմեր ու կա ձեռին գնում, մեկը գալիս ասում է, աղբեր ես վաղոյ տունը որտեղ է, հələ այս ձմերուկները բռնի, բռնում ասամ, շատ գիտեմ, եկալում նորից գնում է։ Պարտադիր պետք է անի։ Կարար մեր խոսքով ասեր։ My point is, ներկայությունը շատ կարևոր է։ Ծնողը երբ որ իր երեխու հետ տեղա գնում, այդ ներկայությունը պետք է հաճելի եղնի։ Մարդկա Հիսուսին վախենում է, չի ուզում հետը շփվի։ Մտածում է կարող է Հիսուս մի բան անի իրան։ Ինչ պետք է անի։ Այսքան վաղ ինչ արել, որ հիմա էլ ինչ պետք է անի։ Վախենում է, ներկայությունը շատ կարևոր է։ Մարդը պետք է սիրի ինչ որ դիմացինի հետ շփվելը։ Օրինակ դուք ձեր կանանց հետ գնում եք հաց ուտելու կամ ամուսինների հետ։ Հաճելի եթե չի, այդ դրա մասն եմ խոսում։ Գնում եք, որովհետև պարտադիր է որ գնաք։ No, պետք է հաճելի եղնի։ Որ նստեք հավեսով խոսակ իրար հետ, ինչ-որ մի բան իրար հետ շփվեք։ Ամուսիններ ու կանանց մեջ չկա այդ կապը։ Ոնց որ սենց ռոբոտներ են։ Այն ինձ աշխատում, այն դե աշխատում։ Գասեն, հա, լավ ես հանի, հալա։ Հետո դες նոր մի հատ էլ ծանոթներին ու կնուկներին կամ ես մի հատ նվեր սենց գցում են իրար դիմաց, այնքանա ձեները որ կդրեն պրծավ։ See, that's wrong. That's wrong. So մարդիկ Քրիստոսի հանդեպ նույն բանն են անում. Presence is very important. Եթե դու ցանկություն չկա մեջը daily basis քո կնոջդ կամ ամուսնուդ հետ շփվես, there's a problem there. Նույնն էլ քրիստոնյաները Քրիստոսի նկատմամբ. Երբ որ ցանկություն չկա, you see what I'm saying, ցանկություն ուղղակի չկա։ Դու ցանկություն ունենաս իր այդ շփվելու։ Ոնց որ ամուսիններն ու դե նույն Հիսուս մարդու պես է. So, here's the third one. Ստեղ ես նշել եմ know his presence. Երրորդը շատ կարևոր է։ Warning. Մենք քրիստոնյաներս, որպեսզի կարողանանք վտանգից հեռու լինենք, մենք պետք է հոգևոր աշխարհը կարողանանք հասկանանք, այդ անտենաները պետք է ունենանք։ It's called discernment. Now, some people don't have that. Այդ discernment-ը sense հասկում։ Կարող է հիմա ես խոսում եմ Ռիտայի հետ ու պահի տակ Ռիտան իր մեջ զգում է մի բան ինչ եղել որ something is not right. Օդի մեջ սիրտը ճմլվում է, տենց ասեմ։ That's called warning. Դու մի րոպեով ասում ես կներես, I'll be right back. Գնում ես ասում ես Տեր ջան, what's happening? What's cooking? Մի անգամ հիվանդանոց աշխատում եմ, մի հատ ներս կար,
ինձ շատ էր սիրում, եկավ ասեց, not past, Armen, what's cooking? Ասեցի, ոչ մի բան չեմ սարքել ես, I had no idea what is saying. What's cooking? I don't know what's cooking. Nothing. Emergency department, ինչ են սարքում։ Սա սխալ է հասկանում։ Ռիդն ասում է, read my hand, մի անգամ կռիվ ենք անում։ Talk to my hand, talk to my hand։ Կռվի մեջ ով ասում ձեռս կարդա։ Գժվում է Ամերիկայի մեջ, ֆոբես, ձեռս կարդա, մինչև սովորեցի, ոնց կարա կռվի մեջ, ասես talk to my hand. No man, I'm not going to talk to your hand. I'm not stupid, I'm talking to you. Ռիտանը սենց կես pound, որ սենց անեք թռներ։ 235 pound-անոց տղեն կայնած մի հատ ֆեդերա, բայց տենաս ոնց էր հետս խոսում, you know, these girls are... It's hard to talk to girls. Oh, Rita was tough. Anyway, so, երեք բան պետք է ձեր կյանքի մեջ դուք անընդհատ constantly իմանաք, ձայնը պետք է լսեք, ներկայությունը պետք է հասկանաք եւ Աստծո warning-ը պետք է դուք միշտ ունենաք։ Դա շատ կարևոր է։ Հիմա դուք կարծես դրանք ոնց ենք մենք ունենալ ընդունելով Հիսուսին։ Just to receive Jesus Christ. Դրա համար, երբ որ Ստեփանը սիրահարվեց Նատաշայի վրա, մենք տեսանք դա։ Ու Ստեփանը Նատաշան աննեց է ներկայացնում, որ մենք էլ ենք սկսում սիրել այդ աղջկան։ Որպես լավ աղբեր, լավ աղբոր ընկեր։ Բայց չենք տեսել գեշնա, սիրունա, աննեց լավ ես խոսում, որ սաղս էլ ուզում ենք այդ աղջկան տեսնենք։ All you talk about her. Ասում եմ մարդու սիրտը կխոսա իր լծվածությունից։ So քո սրտիդ մեջ ով է ապրում։ So երբ որ սիրահարվում են, անընդհատ այդ մարդուց են խոսում ու սաղից հոգնածնում են։ It's a good thing. Բայց ինչքան կարաս մի մարդու մասին հա խոսաս։ Բայց that's the right way to do, right people? So Ստեփանը գիտենք, որ արդեն Նատաշայի հետ սիրահարվել է։ Ոնց իր action-ից։ All right, let's go. This is sա Աստծո it's the real foundation, real foundation. Եթե սա դու չունես, there's a problem. Եթե դու չունես նոր ինչ որ ձեզ ներկայացեցի, there's a big problem. Okay. Հիմա անցնենք symptomների. Let's go John 15 verse 1. Ես եմ ճշմարիտ որդատունկը, եւ իմ հայրը մշակն է։ Continue. Յուրաքանչյուր որդաճյուղ, որինց վրա եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ ըտում է, որ առավել պտղաբեր լինի։ All right, let's go back to chart 2. Ուզում ստեղ մի հատ բան տեսնենք Աստծո ժողովուրդ։ Երբ որ Հիսուսին ընդունեք, ուզում ես առաքելական եղի, ուզում ես ուղղափառ եղի, ուզում ես կաթոլիկ եղի, ուզում ես Եհովայի վկա եղի, մորմոն եղի, ուզում ես մեսիանիկ եղի, ուզում ես ջհուդ եղի, ով ուզում ես եղի։ Երբ որ Հիսուսին ընդունես, Աստծո խոսքի մեջ գրած է Սաղմոս 119:18 մեջ ասում է քո աչքերդ կբացվի։ Այդ religion-ը, որ քեզ դաս են տվել։ Եթե դուք նկատեք հայերի մոտ միշտ ասում են տատիկս, պապիկս, mostly տատիկս, շատ լուրջ հոգևոր մարդ ա եղել։ So թորները գոնե ծնողներից հոգևոր աղբյուր ստանան, տատիկից են ստանում։ Ու տատիներն էլ շատ ժամանակ հիշողություն չունեն։ Amen is right, but let me finish my conversation. Let me finish what I was going to say. All right, I'm just going to open your eye. Քեզ կտա իմաստություն։ Now, իմաստությունը ինքը իրանով գոյություն չունի։ I studied this, by the way. The word wisdom does not exist. The word wisdom is a combination of two words.
Information and knowledge creates wisdom. Ինքը իրանով exist, it's not exist. Չկա տես ման. There's no such a thing, wisdom. In Hebrew, we call chokhmah. It's called chokhmah. In Greek, it called Sophia. Հունական իրանց մեջ 12 հատ խոխմա կա. There's multiple Sophias in Greek. Knowledge 4 տեսակ in Greek language. 4 types. It's called gnosis. Let me see if I remember. Gnosis, ginosko, epignosko, idio. Not idio, but idio. That's why it looks like I'm saying idio. So so Աստված քեզ կտա իմաստություն. So իմաստությունը գալիս է ինֆորմացիայից, so ինքը քեզ ինֆորմացիա կուղարկի, ինֆորմացիայի հետ քեզ կսովորացնի, that's the knowledge, որովհետև ինֆորմացիան հեռու է, knowledge a part of you. Ոնց է ուտելիքը։ Երբ որ ուտելիքը ուտում ես, հիշիր ինքը քեզ կոնտրոլ անելու։ That's how food is. Because գուշադես ինչ ես ուտում։ Կարա քեզ չաղացնի, կարա քեզ էներգիա տա եւ կարա քեզ քնացնի էլ։ Right? So hence ուտելիքը մտավ մեջ է, it becomes part of you. Ու կարա քեզ control. Be careful what you eat. But that's not the point. The point is իմաստությունը ինքը ինֆորմացիայի եւ գիտության, so Աստված ինչ կանի, երբ որ միտեղ որ կոտրված ես, ջարդված ես, նեղված ես, հարցեր կա որ չես կարող հասկանաս, ինքը ինֆորմացիան կուղարկի, դու կնստես դրա վրա կաշխատես, ինքը դրա մեջ քեզ կասի what's the problem. That's called wisdom. Են որ ասում ով որ իմաստություն չունի, թող խնդրի Աստծուց եւ Աստված կտա, այդ ինչի ջղեմ Աստված վերևից իմաստությունա վեկալ ու շպրտի գլխիդ. No, you need to sit down and learn. You need to sit down and learn. Առաջի հարցը միշտ քեզ դուր. Ով ես դու? Ինչի համար ես ստեղծվել? What's the purpose of your life? Ոչ մեկ այդ հարցը իրան չի տալիս։ Մենակ ասում են, Ազիզ ջան, մեծացի, գնա մի բան սովորի, ամուսնացի, երեխա ունեցի, հետո Then what? Գիտեք, ես մի անգամ ասուն հարցեցի, ասացի, ուզում եմ ամեն տարիքը ապրեմ, մինչև մեռնել ես։ So I went to 120 years. He made me to live 120 years. None of you have that experience. I did. Ու ամեն մի տարիքը ես ապրել եմ. It's very dangerous. Շատ վտանգավոր։ Շատերը որ you guys have no idea թե ուր եք գնում. I know. Դրա համար ես սկսեցի քիչ ուտելը, շատ պարապելը, որ ես տեսել եմ, դե չհասնեմ. That was bad. You guys young people in few years you better start watch yourself. Միկվանց քիչ կերեք, քիչ ներվայնացեք, ու փորձեք, պարապեք ու իմանաք what's the purpose of your life. Purpose of your life is important. Ինչի համար է ստեղծվել, ինչ է քո գործը, what's the purpose? Ask yourself that question. You need to know the purpose of your life. Եթե դու purpose չունենաս քո կյանքի մեջ, ուրիշներն են purpose-ի մեջ քեզ տանելու դնեն. You're going to suffer there. Դու եթե չիմանաս purpose-ն ինչ է քո կյանքի, ուրիշներն են քո համար purpose, vision սարքելու, ու իրանք քեզ կկործանեն. They will. Oh, believe me, they will. So, Հովանես 15-ի մեջ Հիսուսն ասում է ինչ? I'm the true vine and you are the branches and my Father is. Let me have John 15. 1. I am the true vine and my Father is the husbandman. Ուզում եմ մի հատ բան սովորեք ստեղ Աստծո ժողովուրդ։ Հիմա ես ձեզ բան եմ ուզում սովորացնեմ, որ հասկանաք ինչքան կարևոր է Հիսուսին ընդունելը ու symptom fruits of righteousness-ը ինձ դեպի։ Եթե ուշադիր նայեք Հիսուսը իրան ասում է, որ ես այդ վայնն եմ։ Հայրը չի տնկել իրան, Սուրբ Հոգին չի տնկել իրան, ինքը իրան դրա տեղա դրե։ Ինքն ասում է I'm the vine։ Չի ասում
հայրն է ինձ այդ ձև սարքել։ Հիմա ուզում եմ սեզլեք, Ստեփան արի մի հատ։ Listen to this one. Բոլոտից նայք։ Խաղողի այդ իր ընդհանուր կառուցվածքը տեսել եք, իզև սես բարակ ճուղա, ու սենց, չէ, it's called vine։ Ու ինքը սենց մի տեսակ սենց ուղիղ չի հոլորված, հա։ And in my opinion, what I study, it's one of the most aggressive plant in the world. Goes far. What I study. Ինքը հերու գնում է, շատ հերու է գնում, ու ինքը սենց է, very aggressive. So Հիսուս ասում է ես սենց եմ։ Հիմա նայք։ Էսի այդ վայնն է, all right? Branch-ը դու ես։ Իրա մեջից ինքը քեզ կպցնում է իրան, ու քո մեջից պետք է պտուղ դուրս գա։ Actually պտուղներ։ So that's Jesus, this is you. Պտուղը չի ասում խաղող. Wait, I'm going to start teaching about խաղող. It's crazy. Ինչա խաղողի վրա խոսում, because խաղողները տարբեր գույներ են ու տարբեր shape ունեն ու symbolically միտք ունի, which մյուս շաբաթ կսորացնեմ. Let me have your hand. So Էսի ինքն է Հիսուսն է, ու շատ իրեղեք, now բոլորդ ինձ նայեք, էսի դու ես, ստեղից դուրս է գալի Հիսուսը, you guys ready? You guys ready? Watch, ասում է հայրը գալիս է, ու սկսում է կտրտելը, եթե perfection է, ինչի է հայրը կտրտում? Why you need to trim? Why you're doing that? Եթե perfect է, խեսետ է անում, there is a problem. Եթե իսկականից դու կպած ես Հիսուսին, which is, Ստեփանը կպած է Հիսուսին, ու պտուղը դուրս է գալիս Ստեփանի մեջից, ու հայրը գալիս է սկսում է կտրտել է հետի, ասում է, you guys want to read that? Let's read. Continue to watch. This is crazy. Ինչի Աստծուց դուս եկած perfect բանը։ Նորից պետք է սարքվի, there's a problem. Ու վերջում ասում է, եթե դուք պտուղ չբերեք, ասում է դուք կլինեք մի հատ ծառի ճյուղի, որ ընկած է գետին պատրաստ է վառվելու։ Ուզում ասի տենց էլ չկպար ինձ։ But that's not the point. Ինչի է դուրս գալի perfection, ու պետք է հայրը սկսի խնամե բան անելը, դզել պետք չի, եթե perfect է, right? Perfect է, եթե լավը, եթե ընտիրը, բայց դուք պետք է հասկանաք ինչա ինքը ուզում ես տա։ Let's read. I am the true vine. My father is the հայրը ընդեղ ոչ թե Հիսուսին է խնամում. No, Jesus is God Almighty. You don't touch that. Հայրը սա է խնամում, այս պտուղն է խնամում, ու չի խնամում, փչացնում է, կտրտում է, կարճացնում է, գցում է յան։ Why? Չի պետք է տենց անեց, երբ որ պետք է լավը դուրս գա, չէ՞, ուրեմն մի բան ճիշտ չի այնտեղ։ Go ahead. Listen to this one, all right? Մեկից թե երկուս։ You can read two. Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Ահա։ Եվ So կան մարդիկ, որոնք որ գալիս են Հիսուսի վրա սարքվում են, բայց պտուղ ռելիզ չեն անում։ Այդ մարդիկ շատ են ու պետք է կտրվեն։ Եվ Աստծո խոսքի մեջ ասա պատրաստ են վառվելու։ So that they're going to go to hell, by the way. Կկպնեն, պտուղ չեն տա։ Հիշեք Հիսուսին ընդունելու հետո բաներ կա, որ դուք պետք է ձեզ ստուգեք։ That's the whole point I'm trying to teach you guys. Continue. Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Դուք արդեն See, that's the problem. Let's go back. Նորից կարդա։ Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ And every branch that beareth fruit, he purge it, right? Why you purge it? Եթե Հիսուսից է գալի, ինչի ես մաքրում, սարքում, this is the problem. Why are you doing that? Ինչի ես էդի անում? See, երբ որ Աստված ինձ դա ցույց տվեց, ես կային ասի, whoa, this is not good.
This is not a good news. I thought love ենք գնում ամեն ինչ, չէ, էսի սաղ պրոբլեմի մասն է, this is a whole problem. The problem is այդ մարդը ընդունել է Հիսուսին հիմա ճիշտ չի function անում։ Ասում եմ հայրը գալիս է ոչ թե Հիսուսի վրա աշխատի, այլ ստեղից դուրս եկածի վրա։ So ինչ որ ստեղ մի բան ճիշտ չի աշխատում։ Լավ, ձեզ օգնեմ։ Ասում է, եթե բժշկություն անեք, եթե մարգարություն անեք, եթե լեզուներով խոսակ, բայց սեր չունենաք։ Oh, that's a problem. So այս մարդը հազարավոր մարդկանց բժշկում է։ Միլիոնավոր մարդկանց օժտնում է։ Բայց այս մարդը սեր չունի, բայց ում հանդեպ սեր չունի։ Իրա Հիսուսի։ Հիսուսին չեն սիրում։ Որտեվ Հիսուսի սիրելը մարդկային սեր չի։ It's not. You see what I'm saying? Հիսուսին սիրելը շատ կարևոր է։ Չեն սիրում Հիսուսին։ So there's a problem. So դու արտադրում ես բժշկություն, դու արտադրում ես հրաշքներ, դու արտադրում ես մարգարություն, դու արտադրում ես ֆինանսական օրդություն, but yet the problem is դու իրան չես սիրում։ Ասում եմ կկտրեմ կգցեմ։ So առաջի սիմպտոմը արդարության որն է, ասում եմ չկա մեկը, որ գա իր անձը stored up անի ու it's hold անի, բռնի, չկա մեկը։ Հիմա դու կասես, բայց I pray every day, pastor. Nah, forget it. That's not a prayer. Դու command ես անում իրան։ Դու գնում ես քո կարիքները իրան ներկայացնում ես ու դուրս ես գալի գնում ես, բայց դու իրան hold չես անում։ Իր հետ սկսես շփվել։ You're not doing that. Անցյալ տարի ես ասեցի, ասեցի հոգնել եմ նույն բանը աղոտ կանեմ։ Give me something to do. Ասեց աղոտ կարա պրեզիդենտի համար։ Պրեզիդենտի համար։ Ուրիշ բան չունեիր։ Մեր եկեղեցում լիքը մարդիկ կան կարիք ունեն։ How many have constant կարիք ունեք, չէ՞, բայց ինքը ջամփարեց պրեզիդենտի վրա։ Ասեց եթե այս պրեզիդենտը ինձ չընդունի ու ինձ չներկայացնի, Ամերիկայի եկեղեցիները կմեռնեն։ That's exactly what he told me. He says pray for him. Ինքը բաց է իմ համար։ Սի Աստված որտեղից է աշխատում։ Երբ որ Պողոսին նստացրեցին բանտ, 2 տարի բանտու մեջ էր ինքը։ Ու սաղ եկեղեցիները բողոքում են, որ դու ասում մարդես դուրս արի, ինչքան պետք է մենք քո համար աղոտ կանենք, որ դու այդ բանտից դուրս գաս, իրանք անդադար աղոտ կենանում, ու գիտես ինչն էր վատը, Պողոսը որ նստած էր, այդ վարձը եկեղեցին էր, համ պետք է բանտ նստածն, համ էլ այդ մարդու բանտի վարձը պետք է տան եկեղեցին, սրանք հոգնել էին։ Իրանք ասում են, այ մենք 2 տարի տակ աղոտ կենք անում։ Աստծուն խնդրում ենք, ասում ենք Տեր ջան, օրհնի ու դու բանտից չես դուրս գալի։ Ինչն է խնդրեմ, Պողոս ասում է դուք չեք հասկանում, ես տեղ գավերներների, թագավորների ու մեծ աֆիշների վրա եմ աշխատում։ Սրանց փոխում են, որ ձեզ չգան մորթեն ու սպանեն։ Ինձ ասված դրել անդեղ, որ ձեզ պահեն, որտեվ մենք լավ վիճակի մեջ ենք, իսկ տարելա դրելա բանտարկելա հենց պալատի մեջ։ Որ Սիզերն եկել էր իրան տենալու, ասեց Սիզեր դու մոտիկ ես Աստծուն, ասեց դու գժվել ես։ Caesar, that's it, that's the end of the empire. Եկել ասма, եկել էր Պողոսին լսեր, ասեց դու մոտիկ ես Աստծուն։ So Աստված իջա դրել իրան այնտեղ, թեպես տակ աղոտ կենան, Պողոսը նրա համար նստել է, չի դուրս գա, Աստված չի կարա դուրս գա։ Ինքը պետք է օգնի եկեղեցի մնա։ Հասկանում եք ինչ։ So ստեղ այս մասը ասма եթե սեր չունենա այդ քանը անի, ումա պետք, բայց Պողոսն ինչ էր անում, մեծ աշխատանք էր տալի։ Let's continue. So purge it, continue Աննա ջան. And let's go to 3. Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ Այսի մեծ բացատրություն, ամնակ դու դա։ Ես հիմա դի չեմ սովորացնես։ Go ahead. Մնացեք իմ մեջ։ Մնացեք իմ մեջ։ Ես էլ ձեր մեջ։ Yeah. Ինչպես որ թաճողն ինքն իրենից չի կարող պատխաբերել
Եթե որդնատունքի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Ահա։ Ես եմ որդատունքը, իսկ դուք ճյուղերը։ Ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Հիմա մի հատ ուզում ձեզ բան ասեմ։ Երբ որ դուք աղոթք եք անում Աստծուն, աղոթքը երկու ձևի է պատասխանվում։ Կարամ էսի ձեզ սովորացնեմ, ուզում please սովորեք։ Մարդը պետքա մի բան հասկանա։ Աստված մեզ պարտք չի։ Մեզ պարտք չի։ Պարտքա ձեզ։ Չէ։ Ինքը եկել է փրկության ճանապարհը բացել է ու հրավիրում է, ով որ կուզի թողա։ Simple։ Բայց քանի որ մենք իրան ճանաչում ենք ամենակարող, մենք արդեն ուրիշ ձևով ենք մոտիկանում, ուզում ենք մեր կարիքները Աստված հոգա։ Այսօր Ռիտա այդ ճանապարհին գալիս ենք, ասում է, մարդիկ ասում են, ինչի է Աստված մեզ գեշ ստեղծել։ Ու ինքը Ռիտան ում որ լսել է, իրան ասել է, որ այդ ռադիո ստեյշն ասում է, որ Աստված գեշ չի ստեղծել, Աստված perfect է ստեղծել, բայց մեղքի պատճառով մարդը ստացել է այդ ստատուսը։ Հիմա ես Ռիտան ասում, մի մարդ գեշ է, ինչ է լանի գեշ է եղնելու։ Ոնց անենք այդ գեշությունը կորի։ Երբ որ այդ մարդը իր moral ստատուսը կփոխի, բարերար կեղնի, մարդիկ իր շուրջը կհավաքվեն ու այդ գեշությունը կկորի։ Քանստետ եք հասկանում ինչ եմ ասում։ So երկու ձևով ենք մենք աղոթք անում։ Կամ դու քո թուղթը տալիս ես Աստծուն, ու պետք է սպասես։ Ստեղ հազարատ բան ես գրել։ Marriage, finances, 3 հատ բան է մարդ ուզում։ Ամուսնություն կամ ընտանիք, փող, առողջություն ու վсё։ Ուշ բան չկա։ Մեր ուղիղ մեջ ուշ բան չկա։ Երբ որ գնում ես Աստծուն, լրիվ փոխվում է։ Հիմա այսին այ։ Ասենք թե դու պապատ աղքատ ա եղել։ Աղքատ ա եղել։ Մամա դու պապատ պաստանի փող չունեցել, աղքատ։ Դու էլ ես աղքատ եղնելու։ Բաժանվեն, դու էլ ես բաժանվելու։ Հիվանդանան, դու էլ ես հիվանդանալու։ Ինչ որ ձերոնք ունեցել են, դու էլ ես։ Երեխեդ ինչի մեջով որ դու գնացել ես, երեխեդ ունենալու։ Չես կարա փախնես։ Դու կարաս ինձ rebuke արա, բայց այդ դևին չես կարա։ It's established։ Established։ Ծնողները տուպո են, դու էլ ես տուպո եղնելու։ Անգրագետ են, անգրագետ խելացի։ That's how it works. It's a curse. You can't overcome that. Մարդը չի կարա դրա դեմ դուրս գա։ Սխալ որոշում։ Ծնողը սխալա որոշը դու ես նույն բանն։ Նույն ճանապարհով պիտի գնաս։ Չես կարա թեքվես։ Չմտածես որ մի բան there's no such a thing։ Չկա տենց բան։ Գնացեք ստադի արեք։ Եթե կախարդների մոտ է գնացել ավելի վատ ձեր համար։ Now you guys are more in trouble. Ինչ որ դու կաս, մամատ պապատ կան, դուք էլ եք մեջ լինելու։ Same curse going to continue. Let's suppose mēs դուրս գաս դրանից։ Հիսուսին ընդունելով չես հանի։ Չի դուրս գա։ Չկա տենց բան։ Ինքը քեզ կփրկի, կսպասի, մինչև դու տենց ցավերով ապրես, մեռնես ու քեզ կտանի դրախտ։ Nobody talks about this. I'm the only crazy guy. Որ կարամ սես բաներ ասում, because I'm afraid of to no one. Բայց ես քեզ ասում, չես դուրս գա տակից։ Գնա այնքան աղոթքեմ, մինչև երեսդ կապտի։ There's only one way to do it. Մենակ մի հատ ձև կա։ Երբ որ դու align եղնես Աստծու հետ, partner եղնես, everything is possible with God. So որ դու աղոթքը տալիս ես իրան, you're not with God. Ասես Աստված ջան, հալալա քեզ, մնա Աստված, աղբիշ։ Երկու օրցելու հետ կգամ, թղթի մասին կխոսանք։ Սաղդ էլ աղոթներ եք արել, սաղդ աղոթքներն էլ իր մոտ փայլդապ ա եղել։ Հրեշտակներ չեն հասցնում սորտավոր են։ Վար մեկն է ինքը պատասխանում։ None of them, որովհետև դու partner up չես եղնում, everything is possible with God, not without him. Please understand. Երբ որ Հիսուսին ընդունեք, ասում է without faith you cannot please God. Առանց հավատքի չես կարող հաճելի լինել։ So քո ընդունելությունը Հիսուսին հաճելի ես լինում դու Աստծուն։ Աստված սկսում է սիրել քեզ։
So Հիսուսը ինքը այդ wine-ը, չէ՞, VINE, so wine. So գնայք մի բառը կանգնեն չեմ կարող ասեմ, I don't know why, some stuff. Հայերեն էլ բառը չեմ կարող ասեմ, I don't know why. You know why? Who cares? So ինքը Հիսուսը, երբ որ դու ընդունում ես, բոլոր լսեք, երբ որ դուք ընդունում եք այն, ինքը այդ չգիտեմ, այդ արի ծառ ասենք, որ ավելի հեշտացնեմ գործը։ Ինքը շատ արագ ընդարձակվում է, շատ հեռու է գնում։ Ինչքան իրան 10 տեղեր կա, ասենք Իտալիայում կամ անում, պես բարձր տեղեր sense ու մեծ խաղողներ են տալի։ Ինքը քեզ վեկալում ու տանում է տեղեր։ Դու պետք է պատրաստ եղնես այդտեղ պտուղ գցես։ Դու պետք է պատրաստ ես այդ պտուղ գցես ու պետք է պտուղը ճիշտ տեղնի։ Դրա համար խոսքի մեջ գրած ասում է պատրաստ եղեք սեզոնից ու առանց սեզոնի։ Երբ որ մարդիկ անցած մի բան հարցնես, որ պատրաստ եղեք իրաց պատասխանի։ Ու make sure եղեք, որ ձեր behavior-ն է լավ եղնի։ So ինքը ձեզ կվեկալի, մեկը կարող է տանի մի հատ անեստեղ, որ ոչ մեկին չես սիրում, այդ քո են լավ վատ բարեկամներն են, վատ բարեկամներն։ Ու տանի դնի այդտեղ մեջը ու դու պետք է այնքան ընտիր քեզ պահես ու այնքան լավ պետք է բացատրես, որ այդտեղ պտուղը տեղ տա համով եղնի։ Եթե դու դա սկսես չանելը, քանսնե դա Աստված տարել տեղ ու դուք չեք խոսացե, բերանները չեք բացե, գործը չեք արե, սուս եք մնացե, ասեք հավես չունեմ, դրանք չեն փոխվի, ոչ you are not good, you're not a good branch։ Կգտրեմ քեզ։ Ես քեզ վեկալեմ, բերեմ թակավորության վրա հաստատեմ, ես քեզ օրհնեմ, տանեմ տեղ որտեղ որ դու պետք է պտուղ տաս ու չես տալի, get out, I'm going to cut you։ Հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ, փակենք, okay։ Ծառը Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքի մեջ ծառի վրա օրենք կա, ոնց պետք է պտուղը հավաքես։ It's weird, right? Բայց ես Աստված ծառի պտուղ հավաքելու օրենք հա դրել։ I mean, երբ որ կարծես ասում, էս ինչ կապ ունի։ So, ծառը պտուղ է տալի, քանսնե դե գյուղու մեծաց է։ Քանսնե դե գյուղ տես է, չէ՞։ Okay, գյուղը Աստծո ժողովուրդ մեջ շենքեր չկա։ Ցածր գոմ ունի, ոչ խարու կով են պահում մեջը։ Մու, չգիտեմ, սկիցան է։ Հավ էլ կա։ Հա կա, հավ կա։ Հավա բոլորն էլ ունեն։ Առավոտ գնում էինք, ձու հավաքում էինք, տատս ասում էր մի երկու հատ պայեք պապիկի համար, որ հանդից գա, այն մնացածը ուտում ենք, տակի մնում էր երկու հատ։ Այն աֆերից տատու պատմությունը գիտեք։ 5 հատ թոռա ունենում տատին։ Ձու խաշում է, 5 հատ էլ ձու ունեն տատին, աֆերից տատին է։ 5 հատ ձուն խաշում է ու տալիս է իր 5 թոռներին։ Թորներն ասում են, բա տատի ջան, բա դու ասում է, բալա ջան, տատին այդ ձեր ձույի կեսնել, որ ուտի հերիք է իր համար։ Ամեն մեկը կես ձույ ատում, ինքը 2.5 ձույ ատում։ Անդրել եմ աֆերից տատի։ Աֆերից տատի, ապեմ տատիս, ինքը իր այդ բանի տակ ինչ ասես ուներ, էլ բամբաներ կա։ Բայց որ գայր ասում է, այսպես իրանք լեմ, մեր գյուղի տատիներս էս մեծ փեշեն ու սխտոր մխտորեն, որ մոտիկ չետա իրան։ Սես այ տենց են ան, որ առողջ մնային։ So, բայց տակ ինչ ու դες չեն ուտում, չեն հասել, իրանց աղջիկը որ բերում են տղեկ երեխեք, դեմ վաղ լիք երեխեք ունեն։ Ու իրանք միշտ ձևացնում են, որ ոչ մի բան չունեն, բալա ջան, հաս չեն, բայց տակը բան էր, սուպերմարկետ էր, ինչ ասես կա։ Կասնետ գիտեք ինչի մասն եմ խոսում, brother, they have everything, դե կարաս Foursquare այդ բանը բացես մարքեթը, ամեն ինչ կա, էլ ռուսական կոնֆետներ, էլ մարոժնի, էլ բամբա, ու չեն տալի թորներին որ ուտեին, I don't know why. You guys know what I'm talking about. So, չանինի, ամերիկացի է։ Ինչ է ուզում ասեի, 51 որ խփում ես մորանում ես։ Դու էլ ես 51? Now, I wanna say something. Huh? I know. So I wanna say something, okay?
Ծառը, որ պտուղ է տալի գյուղում, right? I'm just testing you guys, and trust me. Ծառը, որ պտուղ է տալիս, ուրեմն ինքը ունի երկար ճյուղեր։ Ուզում եմ հիմա նայեք Աստծո ժողովուրդ։ Գյուղ եթե գնաք, ծառեր կան, ինքը ծառը ընդհանրապես նայած ծառեր, բայց օրինակ խնձորը 2 տարի մեկա պտուղ տալի, երկրորդ տարին քիչ, առաջի տարին քիչ, երկրորդ տարին շատ, տենց է ծառը։ So ծառը, որ պտուղ է տալիս, օրենք կա, ասում է, երբ որ Տերը գալիս է պտուղ հավաքելու, ասում է ընկած պտուղները թող չհավաքի, թողա աղքատներին։ Որոնք որ ծառի վրա են ասում է թող հավաքի ու ուտի, որոնք է որ ասում է ծառի վրա են ասում է թող այդ պտուղը կտրի ու թափի։ Հիմա չհասկացանք։ Մատ բոլոր դիսնայ, okay? Էսի շատ կա, էսի ձեր մասին է, էսի քրիստոնյաների մասին է։ Դուք քրիստոնյաներ պտուղ եք բերում, կամ անգնում է գետնին, ու ոչ մեկը չի օգտվում, կամ էլ մնում է վրեդ, ու ասում է թե կտրի թափի։ Ոնց կարա ծառի վրի պտուղ, so ծառերը իրանք ճյուղեր ունեն, որ հասնելու չի, չես կարում քաղես, շատ վտանգավոր տեղ է։ Ասում է այդ պտուղը որ բերել է ծառը, ասում է դրան էլ ձեռ մի տուր։ Թող տես մնա Տերը վեկալում այդ ճյուղը կտրում գցում է գետնին։ Հիմա ինչ է էսի նշանակում։ Քրիստոնյաներ կան, իրանք մար ապրում են։ Գվում են ինչքան, մի հատ ապուշտեղ պտուղ են բերում, որ ոչ մեկին պետք չի։ Նայում ես ասում, արա այդ խնձորը կարել, բայց ոնց էլ ենք այնտեղ։ Աստված վեկալը պտղի վրա օրենք է հանել։ Սա քրիստոնյաներ կան, պետք չեն։ Կամ այս ժամանակի շուտ պտուղ են բերում, տեղ կնդնում է, ոչ մեկը չի վեկալում ուտի, ինչն է դա։ It's bad, ասում է ծառը որ պտուղ է բերում։ Ասում է որը որ գետնի վրա ասում է թող աղքատներին։ Այն է որ ասում է վրենա հերույա, կտրեք ասում է, դիք թափեք։ Գիտես ինչի որտեվ էտել է անօգուտ։ Դու պետք է Հիսուսի հետ շարժվես։ Մեկը կտնաս քրիստոնյաները մի սեզոն չեն աղոթում, չեն գալի, չեն աղոթում, մեկ է սկսում են աղոթք անելը, ու մի պտուղ են բերում։ Բայց այդ ով է ուտելու այդ պտուղը, ինչի համար ես այդքանն արել։ Թափելու պտուղը, ով է ինձ հասկանում։ It's pointless։ Կամ էլ են ռուսական կինոներ կար, չէ՞, խեղճերը կրում են, մեկ էլ կարմիր բանակը վերջում էր գալ, տենց հիշում եք ռուսական կինո։ Տենց վերջում սաղ աշխարհը քանա նոր որոշում է մի բան անեն։ Ում է պետք։ You gotta be on time։ Այն երեխեն ասում ամեն ձեր տեղը։ So it's interesting որ Աստված պտուղներ վրա։ So պտուղը որ ասում է ես եմ ճշմարիտ, վայն ասում է իմ հետ արի։ Դու իմ հետ արի։ Դու իմ հետ արի։ Ես որտեղ գնամ, այնտեղ դու պտուղը տուր։ Դու ես պտուղը իջցնել։ Գիտես չի, որտեվ իրանք carnal մարդիկ են, Հիսուս չի անի, դու պետք է անես։ Հիմա քեզ տարել է միտեղ։ Ես դա չեմ խոսա։ You see the problem is արդարության պտուղները այդ ինքը Հիսուս է։ Let me have chart number 1 very quick and I'm closing. Եթե դուք նայեք արդարության պտուղները Աստծո ժողովուրդ, identical են Աստծուն։ Հիսուսը առաքյալ է։ Everybody look at me. Հիսուսը առաքյալ է։ Դու էլ ես առաքյալ, Եբրայեցիներ 3:1։ Հիսուսը քահանա է, դու էլ ես քահանա։ Հիսուսը մարգարե է, դու էլ ես մարգարե։ Հիսուսը ուսուցիչ է, դուք ասում եք, դուք պետք է սովորացնեք, բայց չեք սովորացնում։ Հիսուսը լույս է, դուք եք լույս։ Աղ եւ լույս հիշում եք։ Հիսուսը ծառայող է, դու ես ծառայող։ I'm Paul, a servant of Jesus Christ։ Հիսուսը մեր example-ն է, դուք եք example։ Հիսուսը թագավոր է, դու ես թագավոր։ Հիսուսը մեր հույսն է, դու ես մեր հույսը։ It's all here. I put it on the list. Identical. I'm going to teach this next week. Look at this qualities. Look at these qualities. This is Jesus. That's you. Almost everything.
Identical է։ Որովհետև ինչ որ Հիսուսն է, դու էլ ես։ So ես անցյալ տարի Աստծո հետ it's wrong way to say it, but contract կապեցի։ Usually մարդիկ ինչ են սիրում։ Ministry լավ եղնի, business-ը լավ եղնի, առողջ եղնեն, երեխեքին երկու բան տան, չէ՞։ Էլ չեն նայում հերուն։ Իսկ ես Աստծուն հակառակն ասեցի։ Ասեցի ես կչարչարվեմ, որ ես մահանամ, թող այս եկեղեցի շարունակի էլի ծառայելը, այս you know he liked that. Սիրեց ինքը էդի։ It's a good idea. Ասի դու ինձ I will suffer. Կչարչարվեմ, but թող շարունակվի։ But ես ծառայողներ գիտեմ, որ մենակ իրանք որ մեռնեն, չէ, եկեղեցին, church, ministry, մեռնում է իրանց հետ։ Կարամ հերթով ասեմ։ Կարամ հենց հիմա սաղին հերթով։ Իրանք չունեն for a future worship. Իրանք մեռան, եկեղեցի մեռնում է։ Հովը մեռավ։ If I die right now, ես ունեմ լիքը մարդիկ, որ կարող շարունակեն։ But I know people, ministers, որ հենց մեռան, всё, եկեղեցի բրծնում է։ I saw that. So, point-ը սենա, որ that's a fruit. Էդի fruit հա։ That's a fruit. Որ ես ուզում եմ շարունակվի այդ legacy-ն։ Չկանգնի։ Որտեվ պետք է հասկանաք Աստծո there's people որ մարգարություն է սիրում, մարդ կա healing է սիրում, մարդ կա teaching է սիրում, ամեն մեկը տարբեր ձևով աճում է։ Ես մի ժամանակ մի հատ եկեղեցի եի գնում, այդ եկեղեցու մի հատ կիներ եկին, կրթված կիներ, չսիրեց եկեղեցին, ասեց հովը անգրագետ է։ Չսիրեց, գնաց։ Ինչ անենք չեկավ, ասեց հովը անգրագետ է։ Որտեվ մենակ սենց բաներ է խոսում, որ դաժե մենք չենք հասկանում։ There's no study. Ճիշտ է, ես լավ գրագետ չեմ խոսում, but I know my Bible and I know my history very, very well. Կարամ բոլորիդ հետ challenge անեմ, anything, just put it here. Whatever you want. Ես գրագետ չեմ խոսում because that's good. I don't like to talk about that. Կարամ նստեմ հետ էլ սովորեմ. It's not a problem for me. Մի մարդ որ հենց հիմա 7 հատ գիրք ունի, կա պատրաստ է գրելու, trust me, what I know. Գլուխս չեմ գովում. But I like to be simple too for some people. The point is here, yes, Astun assetsi, let what I established continue. That's good. That's very good. Gidek kani mart kastaner enk menk perge, and we continue doing it. Es you make now a lot of houses. Otarnerin manavan. A lot of people. Oh, a lot of people. So that's a fruit. So fruit number 1. Դու ինչ ես, դու ման ես գալի Աստծուն, որպես քո կյանքիդ մասը։ Number 2. Դու կարա Աստված քո վրա ինչ-որ մի բանի մեջ հենվի։ Կարա ինքը քեզ տանի մի տեղ ու քեզ ասի, այս մարդուն ուզում եմ փրկեմ ես։ Կարա վրա հենվի։ Դու պատրաստ ես իր համար։ Ունես այդքան գիտություն։ Դուք որ Աստվածաշունչ կարդում եք, ինչ եք կարդում։ Okay. No. Դե Աստվածաշունչ սովորես։ Սողոմոն ասում է, ես ավելի հիմար դուրս եկա կամ սովորական մարդը, կամ էլ ասում է on discernment մարդը։ Ում մասնա խոսում։ Ադամի ու Նոյի։ Ասում է, ես ավելի հիմար դուրս եկա Ադամից եւ Նոյից։ Բայց նրան մարդ ասում, նրան ասում է common man. See that? Solomon, a smart man, բայց ես ավելի հիմար դուրս եկա։ Alright, կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ Գնանք Ստեփան ջան, thank you. Բաժանի։ Ես այնքան կխոսամ սրա մասին, մինչև ձեր մեջ սա տպավորվի։ Հիմա որ դու գնաս տուն, շաբաթդ մի հատ ստուգի։ Տես գոնե մի վարքյան դու Հիսուսի մասին մտածել ես թե չէ։ Եթե չանցնի Հիսուս մտքովդ, there's a problem with your salvation. If Jesus come, you're staying. It's a problem with your salvation. Եթե Հիսուս
շաբաթվա մեջ մի անգամ մտքովդ չի անցնում կարդաս, մի անգամ չի անցնում աղոտ կանես, մի անգամ չի անցնում մի հատ եղբոր կամ քրոջ զանգես ասես, կամ հետը նստեմ մի քիչ հոգևոր խոսանք։ Եթե մտքովդ չի անցնում Աստծո խոսքի մեջ ասում է սուրբերի հետ հավաքվելը միտեք մեկ թողա, քրիստոնյաները ընդհանրապես չեն շփվում իրար հետ։ They don't։ Բայց քրիստոնյաները լավ աշխատում են։ Երիտասարդները լիքը գեմ են խաղում։ Երիտասարդները չգիտեմ ընչերով են զբաղված։ Բոլոր դերասաններին գիտեն, մանավանդ Ապուշ Քարդաշյանին, այդ հիմար դերասաններին, որ սաղ I call the product of hell։ Իրանց գիտեն, ինչ են կերե, ինչ են խմե, ինչ են հագնելու, but nothing about Jesus։ Երբ որ մի բան այլում Քարդաշյանին չեն գնում, գալիս են Հիսուսի մոտ։ Երբ որ նեղության մեջ են ընկնում, Քարդաշյանի մոտ չեն գնում։ Երբ որ նեղության մեջ են գնում, այդ ինչ էր արա դրանց անունները, այդ չեմ էլ իմամ այդ դերասանները, Արնոլդ Շվարցնեգերի մոտ չեն գնում։ Բայց իրանց մասին ամեն ինչ գիտեն։ And I just want to praise you. Lift hands and say, I love you. You are everything to me. And I exalt your holy. And I exalt your holy name. And I exalt your holy name. Most high. Let's do it again. And I just want to praise you. Lift my hands and say, I love you. You are everything to me, my God. And I exalt your holy name. Exalt your holy name. And I exalt your holy name. Most high. Jesus, we love him. Come on, people. And I exalt. Come on, people, sing with me. Praise you, Jesus. Lift my hands and say, I love you. I give you praise. Sing to me. And I exalt your holy name. And I exalt your holy name. And I exalt your holy name. Most high. Let's do one more time, people. Come on, worship him and bless his name. And I Jesus. Say, I love you. I give you praise. I give you praise, Lord. I exalt your holy name. And I exalt your holy name. And I exalt your holy name. Most high. Beautiful song. And I just want to praise you. Lift my hands and say, I love you. You are everything to me. Everything, Lord, everything. And I
exalt your holy name. And I exalt your holy name. And I exalt Jesus. All right, հիմա ընդունեք Տիրոջ մարմինը Աստծո ժողովուրդ. Keep playing. Եվ ընդունեք Տիրոջ արյունը Աստծո ժողովուրդ. Ուզում եմ 2 րոպե պաշտեք դրան։ Փակեք ձեր աչքերը եւ ասա Հիսուս իմ սիրում եմ քեզ։ Շնորհակալություն, որ խաչվել ես, մինչև խաչվելը չարչարվել ես։ Բացել ես իմ աչքերս, որ տեսնեմ այդ փրկության ճանապարհը։ That's why I adore you, Lord. I worship your Holy Spirit. Magnify your name, Holy Spirit. Touch your people, Holy God. Bless their lives. I give you praise, I give you honor. You said in your word, you will cause us to walk in your ways. You will cause us to walk. I hope our hope is not a man, but on you, Holy Spirit. And Lord, blessed Master, bless your people. Bless your people, Holy Spirit. And I just want to praise you, Jesus. Lift my hands and say, I love you. You are only everything to me. Jesus, we love you. And I exalt your holy name. My Jesus, my Jesus. And I exalt your holy name most high. Lord Jesus, Տեր ջան օրհնես քո սուրբերիդ, օրհնես իրենց կյանքերը, ընտանիքները, երեխաներին, պահես ու պահպանես. In Jesus' mighty name. And God's people said, Amen. All right. Thank you for coming.